Բարև ձեզ, սա մեր այգին է։ Մեր այգում շատ ծաղիկներ կան, ամեն տեսակի ծաղիկներ, շատ ծաղիկներ։ Սա իրիս է կոչվում։ Մենք ունենք լիքը վարդեր։ Ես կարողանում եմ խնամել մեր այգին։ Իսկ ինչ կա մեր այգում։ Մեր այգում կան խնձորի ծառ։ Ահա տեսեք, սա մեր խնձորիկներն են։ Այս տարի շատ խնձորներ կունենանք մեր ծառի վրա։ Համով են մեր խնձորիկները։ Այո։ Մենք շատ դեկորատիվ բույսեր ունենք։ Որոնք են դրանք։ Սա է մեր դեկորատիվ բույսը։ Ինչ է կոչվում։ Խոստա։ Խոստա։ Մենք ունենք պավլովնյա ծառ։ Ինչ ձևի ծառ է դա։ Ցույց կտաս։ Միան 30 մետր բարձր է աճում, շատ արագ է աճում։ Սա մեր հոլանդական վարդերն են։ Կա սպիտակ գույնի, կարմիր, վարդագույն։ Իսկ սա մեր մագլցող վարդերն են։ Մագլցող վարդ նշանակում է, որ պատերի վրայով մագլ բարձանում է ու տարածվում։ Սա մեր հոլանդական ծառերը չեն տարածվում։ Ծաղիկները, վարդերը։ Ծաղիկները չեն տարածվում։ Կարևոր բան կա, երբ է պետք ջրել ծաղիկները։ Իսկ երբ է պետք ջրել ու երբ չի կարելի ջրել ու երբ է կարելի ջրել։ Կարելի է ջրել, երբ որ հողը տաքած է, նշանակում է հողը ջրած չի։ Այդ ժամանակ հողը ջրում են, որ աճի ծաղիկները։ Իսկ կարելի է արևի շատ վառ արևի ժամանակ ջրել ծաղիկները։ Ոչ։ Ինչու՞ չի կարելի։ Որովհետև որ ջրենք, արևը միանգամից կչորացնի ու մեր ծաղիկները կփչանան։ Դրա համար երբ կարելի է ջրել։ Երբ որ արև չի լինում, ջրում ենք։ Այո։ Այսինքն առավոտյան և երեկոյան։ Սիրում ես այգին։ Այո։ Ինչն ես ամենաշատը սիրում։ Որ ծաղիկներն ես սիրում։ Վարդերը բոլորը։ Մագլցող թե թփով վարդերը։ Մագլցող։ Սրանք չէ, սրանք շատ է։ Տեսեք ինչ շատ է։ Մեր այգում շատ թիթեռնիկներ և մեղուներ կան, որովհետև մեղուները գալիս են, նեկտար են հավաքում ծաղիկների միջից ու տանում են մեղր են պատրաստում։ Ես կարողանում եմ խնամել մեր այգին և ես սիրում եմ խնամել մեր այգին։